Վոլոդինան մոտ ապագայում կենդանակերպի 4 նշանների համար ֆինանսական լուրջ հաջողություններ է կանխատեսել։ Հայտնի աստղագուշակ Վասիլիսա Վոլոդինան հատուկ կանխատեսում է պատրաստել ձեզ համար։ Մոտ ապագայում կենդանակերպի 4 նշաններին ֆինանսական լուրջ հաջողություններ են սպասում։ Խոյ, քո ժամանակը եկել է։ Աստղաբանը կանխատեսում է, որ մոտ ապագայում ձեզ ֆինանսական հաջողություն է սպասվում։ Ձեր դրամապանակները բառացիորեն կպայթեն փողից, ուստի ժամանակն է փաթեթավորել ձեր ճամփրուկները եւ գնալ երկար սպասված ճանապարհորդությանը։ Տիեզերքը կպարգևատրի ձեզ ձեր հաստատակամության եւ աշխատասիրության համար, այնպես որ վայելեք ձեր ջանքերի պտուղները։ Ցուլ, դուք միշտ եղել եք խնայող, բայց այժմ ձեր ֆինանսական հնարավորությունները զգալիորեն կընդլայնվեն։ Աստղաբանը խորհուրդ է տալիս բաց չթողնել ձեր հնարավորությունը եւ համարձակորեն ներդրումներ կատարել նոր նախագծերում։ Ձեր դրամապանակները շուտով կպայթեն փողերով, ուստի ժամանակն է գնալ երկար սպասված ճանապարհորդությանը։ Երկվորյակներ, ձեր հնարամտությունն ու մտքի ճկունությունը կաշխատի ձեր օգտին։ Աստղաբանը կանխատեսում է, որ մոտ ապագայում դուք կկարողանաք լավ գումար վաստակել, ինչը թույլ կտա երկար սպասված ճանապարհորդության գնալ։ Ձեր դրամապանակները բառացիորեն կպայթեն փողից, ուստի ժամանակն է փաթեթավորել ձեր ճամփրուկները եւ վայելել կյանքը։ Առյուծներ, ձեր խարիզման ու ինքնավստահությունը կօգնեն ձեզ հասնել ֆինանսական հաջողությունների։ Աստղաբանը կանխատեսում է, որ մոտ ապագայում ձեր դրամապանակները բառացիորեն կպայթեն փողից։ Սա երկար սպասված ճանապարհորդության մեկնելու եւ կյանքը վայելելու հիանալի հնարավորություն է, բաց մի թողեք ձեր պահը։ Այս ամենին զուգահեռ կներկայացնենք այսօրվա աստղագուշակը։ Շատ ջանքեր չեն պահանջվի հաջողության հասնելու համար։ Օրվա աստղագուշակ՝ խոր։ Շատ ջանքեր չեն պահանջվի հաջողության հասնելու համար։ Այսօր աստղերը բոլոր հարցերում ձեր կողմից են։ Հրաշավի օր է գործնական բանակցությունների, նաև նոր համագործակցություններ սկսելու համար։ Նոր ծանոթների վրա կհաջողվի լավ տպավորություն թողնել։ Չարժե որևէ մեկի հետ անձնական հարցեր քննարկել։ Հարազատների հետ հարաբերություններին վերաբերող հարցերում ցանկացած որոշում փորձեք ինքնուրույն կայացնել։ Միայն այդ դեպքում դրանք ճիշտ կլինեն եւ հետագայում ստիված չեք լինի զղջալ։ Ցուլ։ Թեև օրվա ընթացքում մի շարք դժվարություններ կլինեն, այնուամենայնիվ հաճելի պահերը եւս չեն բացառվում։ Որոշ ջանքեր գործադրելու դեպքում անպայման հաջողության կհասնեք։ Մասնագիտական ոլորտում կարող եք սովորական դարձած խնդիրներին նոր լուծումներ գտնել։ Գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ, սակայն փոխզիջումների շնորհիվ լուրջ կոնֆլիկտներ չեն ցակի։ Այսօր օգտակար կլինեն պրոֆիլակտիկ առողջարարական պրոցեդուրաները։ Նրանք, ովքեր սպորտով են զբաղվում, ցանկալի է ուշադրություն դարձնեն սրտանոթային համակարգին ուղղված վարժություններին։ Երկվորյակ, ցանկացած նոր գործ զգուշություն է պահանջում։ Ճշտապահությունը, զգունությունն ու մանրուքների հանդեպ ուշադրությունը կօգնեն խուսափել մի շարք դժվարություններից։ Հետևեք այն անձանց խորհուրդներին, ում հաջողությունը հեշտ չի տրվել։ Այսօր նման մարդկանց խոսքերը կարող են շատ վճռորոշ լինել։ Ուշադրություն դարձրեք առողջությանը։ Փորձեք նվազագույնի հասցնել ծանրաբեռնվածությունը։ Այսօր շռայլություններ թույլ տալ չար չէ։ Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր տարապում են ոսկրային, հոդային քրոնիկ հիվանդությունները, պետք է զերծ մնան ֆիզիկական աշխատանք կատարելուց։ Խեցգետին, բարեհաջող օր է սպասվում։ Ձեր անսպառ հմայքը եւ մարդկանց ճանաչելու ունակությունը գործնական տեսանկյունից օգտակար կլինեն։ Ազդեցիկ մարդկանց հետ շփումներում վրիպումներ չեք տա։ Փորձեք ձեռք բերել նոր համախոհներ եւ գործընկերներ, քանզի այսօր կարող է շատ ամուր դաշինք կնքվել։ Անձնական հարաբերություններում եւս դրական միտումների ազդեցությունը մեծ է։ Կարող եք հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ։ Նոր սիրային հարաբերությունները հաջող զարգացում կունենան։ Առյուծ, առավել համարձակ եղեք եւ նոր մեծամասշտաբ գործեր ձեռնարկեք։ Ճիշտ է, որոշ դժվարություններ կծագեն, սակայն միևնույն է, ձեզ մոտ ամեն բան հրաշալի կստացվի։ Հարմար օր է ցանկացած բնույթի հարաբերություններ սկսելու համար։ Կարող եք հանդիպել մարդկանց, ովքեր հետագայում ձեզ դաշնակից եւ անգամ հովանավոր կդառնան։ Հնարավորություն կունենաք ընտանեկան որոշ հարցեր լուծել։ Մտերիմների շրջանում ձեր հեղինակությունը կբարձրանա։ Կարող եք վերականգնել ընդհատված հարաբերությունները, կրկին գրավել այն մարդու ուշադրությունը, ով կորցրել է ձեր հանդեպ հետաքրքրությունը։ Գույս, այսօր չարժե ռիսկի դիմել։ Բացասական միտումների ազդեցությունը նվազագույնի կհասցնեք, եթե ձեր քայլելում առավել շրջահայաց եւ խելամիտ լինեք։ Վստահեք միայն նրանց, ովքեր բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը։ Չզարմանաք, եթե իրադարձությունները զարգանան ոչ այնպես, ինչպես ակնկալում էիք։ Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց։ Այսօր թանկարժեք եւ ոչ գործածական իրեր ձեռք բերելու գայթակությունը մեծ է։ Ստեղծագործական գործունեություն ծավալելու ցանկություն կունենաք։ Զբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է։ Կշերք, լուրջ փոփոխությունները քիչ հավանական են։ Հարցերում կայունությունը կուրախացնի ձեզ։ Այսօր առավել շատ կխորհեք, քան որևէ իրական գործով կզբաղվեք, ինչը լավ է, քանզի ապագայի ծրագրերում բոլոր հանգամանքները հաշվի կառնեք։ Ուշադրություն կդարձնեք շրջապատի կողմից անտեսված մանրուքներին։ Այսօր մտերիմների հետ լավ ժամանակ կանցկացնեք, տարբեր ծրագրեր կքննարկեք։ Անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում կայացրած որոշումները շատ շուտով կիրագործվեն։ Կարիճ, այսօր հնարավորինս խուսափեք մրցակցային պայքարի մեջ ներքաշվելուց, առավել եւս եթե դրա անհրաժեշտությունը չկա։ Կենտրոնացեք
Մտածեցեք ձեր մասնագիտական դիրքերն ամրապնդելու վրա։ Կարող եք հիասթափվել այն մարդուց, ով ձեզ վրա միշտ լավ տպավորություն է թողել։ Հարմար օր է ինքնուրույն աշխատելու, անսպար երևակայություն պահանջող ստեղծագործական գործունեություն ծավալելու համար։ Ձեր որոշումներն ինքնատիպ են, վարքը ոչ սովորական։ Այսօր հրաշալի տեսք ունեք, եւ պատահական չէ, որ բազմիցս կժարժանանաք հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությանը։ Աղեղնավոր։ Օրվա առաջին կեսը դժվար թե բարեհաջող դասավորվի։ Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական։ Քչերին կհաջողվի լեզու գտնել ձեզ հետ։ Մի շարք տարաձայնություններ կծագեն։ Կհաջողվի խաղաղություն պահպանել միայն այն դեպքում, եթե զերծ մնաք սուր մեկնաբանություններից եւ վիրավորական հայտարարություններից։ Օրվա երկրորդ կեսն առավել արդյունավետ կդասավորվի։ Նոր հետաքրքիր զբաղմունքներ կգտնեք։ Հնարավորություն կունենաք շփվելու ինքնատիպ եւ ազդեցիկ մարդկանց հետ։ Փոքրիկներին վերաբերող լուրերը կուրախացնեն։ Այցեկչուր։ Նախքան որևէ նոր գործ ձեռնարկելը համոզվեք, որ կկարողանաք ինքնուրույն գլուխ անել։ Անգամ եթե աջակցություն առաջարկեն, միևնույն է, բոլոր բարդ խնդիրները ստիպված կլինեք ինքներդ լուծել։ Ղեկավարության գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ։ Վեճեր կծագեն նաեւ հարազատների հետ։ Անբարենպաստ օր է ֆինանսական հարցեր լուծելու համար։ Փորձեք խուսափել խոշոր գումարների հետ գործ ունենալուց։ Երեկոյան հնարավոր է հաճելի հանդիպում այն մարդու հետ, ում երկար ժամանակ է ինչ սիրում եք։ Ջրհոս։ Հնարավոր են լուրջ տարաձայնություններ այն մարդկանց հետ, ովքեր սովորաբար կես հոսքից հասկացել են ձեզ։ Այսօր չափազանց եսասեր եք։ Շրջապատից կպահանջեք ձեր ցանկությունների անհապաղ իրագործում։ Զիջումների չեք գնա։ Ամեն կերպ կցուցադրեք ձեր դժգոհությունը։ Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ կհասկանան, որ իրենց ցանկություններն անիրագործելի են։ Զարմանալի չէ, որ նրանցից շատերը մեծ հիասթափություն կապրեն, կգործնեն լավատեսությունը, ինչը բարեբախտաբար տևական չի լինի։ Արդեն օրվա երկրորդ կեսին ի հայտ կգան նոր նպատակներ ու ծրագրեր։ Կյանքը նորից կվերականգնի իր վարկույները։ Ձկներ։ Հեշտությամբ եք կորցնում հոգեկան հավասարակշռությունը, իսկ մանրուքները սրտին մոտ ընդունում, ինչը շատ հարցերում խանգարում է ձեզ։ Հիշեք, այսօր ցակած խնդիրներն այնքան էլ լուրջ են, որքան թվում են։ Դրանցից շատերը ժամանակի ընթացքում իրենց լուծումը կգտնեն։ Հնարավոր են նվերներ, որոշակի գումարային շահույթ։ Ծախսերը շատ չեն լինի, եթե ձեզ որոշ գնումներ թույլ տաք։ Այսօր ձեռք բերված իրերի համար հետագայում չեք զղջա։ Ուղևորությունները հրաշալի կդասավորվեն։ Ընկերների հետ շփումը ակտիվ հանգիստը տրամադրություն կբարձրացնի։ Իմիջի հետ կապված փոփոխությունները ցանկալի է հետաձգել։ Եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, ապա չմոռանաք հավանել այն կիսվել տեսանյութով ընկերների հետ եւ անպայման բաժանորդագրվել ալիքին, քանի որ այստեղ ձեզ սպասում են ավելի հետաքրքիր եւ հուզիչ պատմություններ։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք մինչեւ վերջ։